Թանկվայրներ և քույրեր, շարունակում ենք մեր քարոզաշարքը վերջին պատգամը կլինի այսօր։ Պատգամը վերնագրված է այսպես Եղիր առաջնորդ նրանց համար։ Տեր Հիսուս Քրիստոս փրկagorցությունից հետո խաչապայտի վրա իր կյանքը զոհելուց հետո եւ փառքով հարություն առնելուց հետո իր աշակերտներին պատրաստեց մի կարևոր եւ սուրբ առաքելության, ոչ թե երկինք մտնելուն, քանի որ երկինք մտնելը Աստծո ձրի շնորհն է, Աստծո ձրի պարգևն է, մեկը չի կարող իր աշխատանքով, իր վաստակով, իր չարչարանքներով, իր զոհաբերություններով, իր ծառայություններով, չգիտեմ, իր որևէ մեկ արժանիքով վաստակել երկինքը։ Եթե դա գեթ մեկ հոգու համար հնարավոր լիներ, Հավասիկ Աստված պիտի մատնացույց աներ այդ մեկին եւ նրա ուսուցանած ուղին կամ նրա ապրած ուղին եւ ասել հետևեք այդ օրինակին։ Ինչ իմաստ ուներ Աստված զոհաբերեր իր որդուն, եթե հնարավոր լիներ գործերով վաստակել երկնային արքայությունը։ Սակայն փրկության ձրի շնորհը տալուց հետո, փրկության պարգևը ստանալուց հետո Աստծո զավակների համար, քրիստոնյաների համար կա առաքելություն իրագործելու երկրից վրա։ Եվ այն է շահել թանկագին հոգիներ երկնքի համար։ Շահել մարդկային հոգիներ։ Պետրոսի այդ հանդիպումից հետո Տեր Հիսուս նրան ասաց՝ մի վախեցիր, քանզի քեզ մարդու որսորդ պիտի դարձնեմ։ Այս առաքելությունը ունի յուրաքանչյուր քրիստոնյա։ Լինելու մարդու որսորդ։ Ինչ է նշանակում սա? Սա նշանակում է փրկելու, որսալու սատանայի ճանկերից Աստծո գեղեցկագույն ստեղծագործությունը, մարդ արարածը։ Աստված մեզ երկրից վրա կյանք է տվել մեր դարձից ապաշխարությունից հետո, որպեսզի իրագործենք այս առաքելությունը։ Հիսուսն ասաց՝ գնացեք ամբողջ աշխարհը ավետարանը քարոզեք։ Ավետարանը քարոզեք նշանակում է փոխանցեք նրանց կյանքի փրկության բարի լուրը։ Այն ինչ որ ինքն էր անում Տեր Հիսուս, նույնը կարգադրեց անելու իր հետևորդներին։ Եվ մենք Սուրբ գրքի մի քանի հատվածներում տեսանք, թե ինչու՞ն է կայանում այս առաքելությունը։ Մարկոսի ավետարանում մենք կարդացինք 6-րդ գլխում 33 համարից ասում է, եւ ժողովուրդը տեսավ զանոնք, որ կերթային շատերը զանիկա ճանաչեցին, ոտքով բոլոր քաղաքներն հոն կվազեին, անուս մի առաջ հասնելով անորքով ժողվեցան։ 34-ն ասում է, Հիսուս երբ դուրս ելավ, շատ ժողովուրդ տեսնելով խղճաց անոնց վրա, վասնզի հովիվ չունեցող ոչխարների պես էին, եւ շատ բաներ սովորեցրեց։ Առաջինը, որ Հիսուսն անում էր, դա սովորեցնում էր մարդկանց։ Սովորեցնում էր մարդկանց, որովհետև մարդիկ կյանքն ունեն, կյանքի պարգևը ստացել են Աստծուց, բայց այդ կյանքը ապրելու ուղեցույցը չունեն։ Կամ մենք ռուսերեն օգտագործում ենք ինստրուկցիա բառը, կամ անգլերեն բառը instruction։ Ուղեցույց, ինչ անես, այս եղածի հետ ինչպես վարվես։ Եվ մենք կյանքի օրերով լի ենք, բայց այդ օրերի ոչ արժեքը գիտենք, ոչ էլ այդ օրերը ապրելու աստվածահաճո կերպը գիտենք։ Դրա համար Տեր Հիսուս սովորեցնում էր նրանց, սովորեցնում էր մարդկանց ինչպես պետք է փոխհարաբերվել, այն որպեսզի եկեղեցում թաղման արարողության ժամանակ մեկը չհանի մյուսին դանակով չխփի, որ այս աստիճան վայրենացել ենք մենք, եւ պատճառը նա է, որ մենք հպարտանում ենք մեր քրիստոնյա լինելով, հայտարարում ենք մեր քրիստոնյա լինելու մասին ու բոլորին աղանդավոր են կոչում հպարտությունը կերել է մեզ, ոչ հայտարարողներն են մի բան։
Ոչ էլ իրանց հովված ժողովուրդն է մի բանի վերածվել։ Ահավասիկ եկեղեցում արդեն մարդ են սպանում։ Երեկվա դեպք եմ պատմում, Չարեն ցավանում տեղի ունեցած։ Սա ցավալի է, սա նշանակում է այլևս ոչ մի սրբություն չմնաց։ Ոչ մի սրբություն չմնաց, ինչու՞, որովհետև ուսուցում չկա, որովհետև այդ որ կնքում ենք այդ երեխուն, այդ ծնողին պետք է ասել այս երեխային պետք է հոգևոր դաստիարակություն ստանա, որ ոչ թե գնաք ձեզ համար հարուստ փողատել ոսկե վզնոցով, ոսկե ցեպով նա քավոր ընտրես անունը դնես հոգևոր ուսուցիչ, որ այն հոգևորը ցարապես 0 գաղափար ունի։ Այդ դու հանց դառնես այդ երեխաների կրթությունը։ Մանկուց որ վաղը միսոր իրար վիշ չփրթեն։ Թուրքը գործ չունի, թուրքը կարա հանգիստ, ադրբեջանցին կարա հանգիստ իր երկրով զբաղվի, իր տնտեսությամբ զբաղվի։ Նա կա ես ընդհանրապես ալևի տեղը լինի չէր զինել այլևս իմ երկիրը։ Այնա հայ ինքն իրան կոտորում է։ Այն ինչ իմաստ կա այդքան փողեր ծախսելու, սպանելու, չեմ պաշտպանելու կամ հարձակվելու եւ այլ եւ այլ։ Թող այնա մենք մեզ համով հոտով իրար ուտում ենք։ Այս աստիճան նվաստացել ենք արդեն։ Ինչու՞, որովհետև չկա ավետարանի ուսուցում։ Չկա ավետարանի ուսուցում։ Միտեղ օրը գիշերնակ երկու փառաբանում են, գիտեն էս հավատքի կյանքը, մյուսները ծեսեր, սովորություններ։ Սատանայի նպատակը գիտեք ի՞նչն է։ Սատանայի նպատակը կայանում է սրանում, որ եկեղեցին պարփակվի, ամփոփվի իր պատերից ներս։ Իմիջիալոց այս պլանի մասին ես ձեզ քիչ հետո կհայտնեմ։ Թե ում պլանները նաև սա ժամանակին, ոչ վաղ անցյալում։ Որ եկեղեցին պարփակվի իր պատերից ներս։ Տեր Հիսուս սովորեցնում էր, ուսուցանում էր Տեր Հիսուս։ Տեր Հիսուս կյանքի դասեր էր տալիս։ Տեր Հիսուս խոսում էր մարդկային փոխհարաբերությունների մասին, սիրո կարևորության մասին, իրար ներելու մասին։ Մեկ այդի տապտախում են, մյուսը շրջիր։ Ես ինչի համար, որ չարության շղթան կտրվի, քեզանով կտրվի չարության շղթան, որովհետև եթե մենք շղթայակապ կերպով այս չարությունը իրար փոխանցող լինենք, մենք ինքնաոչնչացվենք։ Պողոս առաքյալը Գաղատացիս նամակի մեջ ասում է, երբ որ ասում է իրար խայծնեք, իրար կծեք, իրար ուտեք, ասում է զգույշ եղեք, որ իրարից չսպառվեք։ Երբ որ մեկս մյուսի հանդեպ թշնամանք, մեկս մյուսի հանդեպ վատ տրամադրություններ, իրար չներել, իրար չբարևել, իրար չխոսալ, իրար սթարսնայել եւ այլ եւ այլ։ Եթե այս հոգեբանության մեջ գնան, մի օր շրջվելու ենք նրանք, որ մենք բոլորս ոչնչացվել ենք։ Ուղղակի հոգեպես, ֆիզիկապես կարող է լինենք մենք, բայց հոգեպես սպառված, մեռած, դատարկված, ներքին են ուրախություն, այն հոգևոր ուրախությունը, ծնծությունը, որը որ ժամանակին ունենք Քրիստոսը ունենալով ընդունելուց հետո, մենք տեսնում ենք դա դատարկվել է, սպառվել է, ու մեզ մոտ մենակ ծիսական ինչ-որ կարողական սենց արարողություններ է, գալիս ենք եկեղեցի, երգչախումբը լավ երգեց, վատ երգեց, այս ինչը լավ նվագեց, այն ինչը լավ քարոզեց, այս ինչը լավ կարդաց, այն ինչը վատ կա, այսպես մի հատ ինչ-որ քննադատական բաներով ենք զբաղվելու, լավ ենք զգալու, գնալու ենք մեր տներով։ Վերջ, այսքանով ամփոփվելու է մեր հոգևոր կյանքը։ Դա Տեր Հիսուս ուսուցանում էր։ Նա ելավ լեռը եւ այնպեսի ուսուցում տվեց, որ հեղափոխական եղավ այդ ուսուցումը բոլոր դարերի համար։ Նա այնպիսի գաղափարներ տվեց, այնպիսի ուսուցումներ տվեց կյանքի վերաբերյալ, փոխհարաբերությունների վերաբերյալ, որը որ հեղափոխական դարձավ ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Նա մտքի հեղափոխություն արեց, նա արժեքների հեղափոխություն արեց։ Նա ուսուցանում էր։ Եկեղեցու սուրբ գործն է, կարևոր գործը ուսուցանելը, սովորեցնելը, ոչ միայն վարդապետելը, այլ սովորեցնել կյանքի գործնական, պրակտիկ կյանքի վերաբերող դասեր։ Թե ժամանակին գնոստիկներն ինչ են ասել, եկեղեցին գնոստիկների դեմ ինչ պայքար է մղել եւ այլն, լավ է իմանալ, բայց սա չէ կարևորը։ Կարևորը այն է, որ մենք իմանանք այսօր 21-րդ դարում ինչպես փոխհարաբերվենք մեր ընտանիքներում մեկս մյուսի հետ, մեր եկեղեցիներում մեկս մյուսի հետ, մեր ընկերական շրջապատում, մեր երեխաները իրենց ուսուցիչների հետ, իրենց դասընկերների հետ, մեր գործընկերների հետ, ինչպես վերաբերվենք, ինչպես հարաբերվենք մեր կառավարության անդամների հետ,
հայոյեն կառավոտից իրիկում որպես իսկական քրիստոնյա հավատացյալներ, թե ինչպես գրված է Աստծո խոսքի մեջ, թե ինչպես Տերը մեզ սովորեցնում է աղոթել նրանց համար, հարգել, երկյուղել, որ ճանապարհով են գնում, դիվական ճանապարհով, թե սուրբերային հոգու ուսուցումներով։ Ես իմ հայացքներն ունեմ, թող քո հայացքները քեզ պայք, հայացքները վարակիչ են, վնասակար են։ Մենք Տիրոջը հայացքներով, Տիրոջը կամքով, Տիրոջը խոսքով պետք է առաջնորդվենք։ Եթե ուզում ենք խաղաղ համակեցություն ունենալ եւ ունենալ աստվածահաճո կյանք եւ օրհնված կյանք։ Եկեղեցին գործ ունի անելու։ Մենք առաքելություն ունենք անելու։ Մենք մեր падգամի վերնագիրը սա է, եղիր առաջնորդ նրանց համար։ Ով պետք է լինի առաջնորդ նրա համար։ Լուսավորվածները։ Ովքեր են լուսավորվածները։ Մասոնները, իլումինատորները, ոչ։ Քրիստոսի լույսը իրենց մեջ ունեցողներն են լուսավորվածները։ Աստծո խոսքի գիտության լույսը իրենց մեջ ունեցողներն են լուսավորվածները։ Սուրբ հոգով առաջնորդվողներն են լուսավորվածները։ Տիրոջ ճանաչողներն են լուսավորվածները։ Նրանք պետք է առաջնորդեն։ Մենք մեր հարևանության մեջ, մեր ընտանիքում, մեր փոխհարաբերությունների մեջ պետք է լույսը դառնանք։ Կյանքի դասեր փոխանցողները լինենք։ Ամեն մեկից Աստված դրել է մի շրջանակի մեջ։ Ամեն մեկից, նայեք, ամեն մեկից ինչ որ մի տեղ ենք։ Ինչ որ մի շրջապատի մեջ ենք։ Դու քո կուրսի ուսանողների հետ ես, դու քո աշխատանքի ընկերների հետ ես, դու հողագործ ես, այդ հողագործ բանվորների հետ ես, դու ինժեներ ես, քո այդ կոմանդի հետ, այդ թմի հետ ես, ում հետ որ աշխատում ես, հա? Այդ դրանց մեջ Աստված դրել է քեզ ինչի համար։ Ինչի համար։ Որ այդ կյանքի կարևոր լույսը, դասերը, այն ինչ որ Հիսուս սովորեցնում է, փոխանցես, ավետարանես, այդ հոգիները շահես Քրիստոսի համար, այս է մեր առաքելությունը, թանկագիրներս, սա է, ամեն մեկից որպես քրիստոնյա, մեր առաքելությունը կայանում է սրանում, ու մենք, լսեք սա, մենք երջանիկ ենք զգալու մեզ միայն այն դեպքում, երբ մենք մեր առաքելությունը իրականացնում ենք, հավատացյալ մարդը ուրիշ կերպ ինքն երջանիկ չի կարող զգալ, բայց միայն, երբ որ ինքն իր առաքելության մեջ է, փորձիր վկայել մարդկանց, փորձիր խոսել, Քրիստոսի ավետարանը քարոզել նրանց, ու կտեսնես հոգիդ ոնց է ցնծում։ Գիտես ինչու է ցնծում։ Որտեղ Սուրբ Հոգին է մեջդ ուրախ։ Սուրբ Հոգին է մեջդ ուրախ։ Այս ունեցար, լավ է, փառք Աստծո, բայց այդ ներքին ուրախություն չի պատճառում մարդուն։ Բավարարվածություն չի պատճառում մարդուն, բայց երբ որ առաքելությանդ մեջ ես, երբ որ առաջնորդում ես մարդկանց ճշմարտության ուղու մեջ, կտեսնես, որ երջանկության զգացումը պատելու է սիրտդ։ Այստեղ է գաղտնիքը։ Երկրորդ կարևոր բանը, որի մասին ուզում եմ խոսել, այս հատվածը փոխկապակցված է նախորդ հատվածի հետ, որ քիչ առաջ ընթերցեցին։ Մատթեոս 9:35-38 Հիսուս կպտտեր բոլոր քաղաքները, գյուղերը եւ անոտ ժողովարաններում մեջ կսովորեցներ ու կքարոզեր արքայության ավետարանը, լսեք, եւ կբժշկեր բոլոր ախտերն ու հիվանդությունները ժողովրդի մեջ։ Ժողովուրդը տեսնելով անոնց վրա խղճած, վասնզի հոգնած ու ցիրուցան եղած են հովիվ չունեցող ոչխարներու պես։ Այն ատենսավ իր աշակերտներուն, հունցքը շատ է, բայց մշակները քիչ, ուստի հունցքի Տիրոջ առաջեցեք, որ մշակներ հանե իր հունցքին, ամեն։ Այսինքն այս մշակները հենց այդ առաջնորդներն են, որոնք որ պիտի մտնեն հունցքի մեջ, այդ հասունացած, այդ հասկերի մեջ պետք է մտնեն եւ քաղեն այն Տիրոջը համար, մշակին այն։ Մշակի կարիք կա, այսօր մեր ազգը մշակի կարիք ունի։ Ուսուցիչները մշակներ են։ Մենք մեր ժողովուրդը ուսուցիչներին մշակ է կոչում։ Ինչու՞, որովհետև այդ երեխան մշակության կարիք ունի, որին որ ինքը կրթունտած ծիրակում է։ Սա առաքելություն է։ Մեկը չի կարող ուսուցչական գործը հանձնարարի յութական մեծ շահեր ակնկալելով։ Դա անում է միայն իր առաքելությունը գիտակցող մարդը, որը որ սիրում է եւ սիրով նետվում է դառնալու մշակ։ Մշակ է նաեւ հոգեվոր մարդը։ Եվ այս մշակի մասին էր խոսում Տեր Հիսուս։ Առաջին բանը, որ Հիսուսն անում էր, ինքը լինելով մշակ,
ավետարանն էր քարոզում։ Երկրորդ բանը, որ նա անում էր, ասում է, բժշկում էր բոլոր ախտերն ու հիվանդությունները ժողովրդի մեջ։ Սովորեցնում էր, քարոզում էր ավետարանը, երկրորդ Հիսուս բժշկում էր բոլոր ախտերն ու հիվանդությունները։ Աստծո կարևոր, նրա Աստծո էության կարևոր հատկանիշներից մեկը դա նրա գթառատությունն է։ Աստված ողորմած է։ Սա Աստծո բնույթն է, Աստծո էությունն է։ Եթե դու պետք է Աստծո ներկայացնես, նրաՈնե 4 հատկանիշներ պետք է ներկայացնես. Աստված սեր է, Աստված ողորմած է, Աստված արդար է, Աստված գթառատ է։ Սրանք Աստծո էության հատկանիշներն են։ Աստված սուրբ է, Աստծո արդարությունը եւ Աստծո սրբությունը պահանջում է մեղքի դատապարտում։ Դրա համար մեղքի վարձքը ըստ Աստվածային օրենքի մահ է։ Մահ, պատիժ։ Սա մեղքի պատիժն է։ Սա պահանջում է Աստծո էության արդարություն եւ սրբություն հատկանիշը։ Ներողամտությունը, փրկությունը, գթությունը, սրանք Աստծո էության երկու հատկանիշների պտուղներն են։ Աստված սեր է եւ Աստված ողորմած է։ Այստեղ Հիսուսի այս վարքը, այս արարքը խոսում է նրա աստվածային էության մասին, ու նա ցուցաբերում է իր գութն ու ողորմությունը։ Նա չի կարող անտարբեր լինել, երբ իր 4 կողմը կա այդքան ախտ, այդքան հիվանդություն, այդքան ցավ, այդքան պետք, այդքան կարիք, քաղց, սով, տառապանք, նա չի կարող անտարբեր լինել դրա հանդեպ։ Նա չի բավարարվում միայն ուսուցիչ լինելով, սովորեցնելով, նա նաև իր գթառատությամբ բժշկում է, բուժում է, մաքրում է, ողորմում է, օգնում է, կենթանացնում է։ Սա նրա էության արտահայտությունն է։ Նա անտարբեր չէր անցնում երբեք ոչ մի ցավագարի կողքով, ոչ մի հիվանդի կողքով։ Նա շատ լավ գիտեր, որ 10 բորոտներից ընդամենը մեկն է վերադառնալու շնորհակալություն հայտնելու, բայց միևնույն է 10-ին էլ բժշկում է։ Նա շատ լավ գիտեր, որ իրեն դաժանաբար ծեծելու են, իրեն մատնելու են մահվան, իրեն խաչելու են, իրեն ծաղրելու են, պահանջելու են իր մահը, թքելու են երեսին։ Ամեն տեսակ ստորացուցիչ արար գործելու են իր հանդեպ, բայց նա նախընտրում է տառապանքը, մահը, հանուն հենց այդ անողների փրկության։ Ինչ վեհ է, ինչ բարձր է։ Եվ խաչի վրա աղոթում է, որ Աստված ողորմած լինի նրանց հանդեպ։ Ասում է հայրներին նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Սա աստվածային բնույթն է, աստվածային էությունն է։ Երբ աշակերտները մոտեցան Հիսուսին, Մարկոսի ավետարանում կարդացած այդ հատվածում, եթե շարունակում ենք, ասում է, ուզեք այդ հատվածը մի հատ էլ կարդանք, Մարկոս 6, այս անգամ 36 եւ 37 համարը։ Աշակերտները մոտենում են Հիսուսին եւ ասում են, արձակիր այդ ժողովուրդը, որպեսզի երթան ոլորտիկը, ագարակները, գյուղերը իրենց հաց գտնեն, վասնզի ուտելու բան չունեն։ Բայց անիկա պատասխան տվավ եւ ըսավ անոնց. Դուք տվեք անոնց, որ ուտեն։ Այստեղ Տեր Հիսուս արթնացնում է իր աշակերտների մեջ
իրենց աստվածային պատկերը, որով ստեղծված են։ Եթե մարդը ստեղծված է Աստծո պատկերով եւ Աստծո նմանությամբ, նա ուրեմն իր մեջ պետք է կրի նաեւ այդ հատկանիշները՝ սրբություն, արդարություն, սեր ու ողորմություն։ Սա է մարդուն մարդ դարձնում։ Եթե մենք հետևողական չլինենք, եթե մենք Աստծո մեջ չլինենք, մեր մեջ գլուխ են բարձրացնելու միայն հողեղեն մեր բնազդները, կենթանական մեր բնազդները, որովհետև մարդը հոգու եւ մարմնի միասնություն է, չէ՞։ Հոգին աստվածանից է տրված, մարմինը հողից է վերցված։ Կենթանիները հոգի չունեն, կենթանիները միայն հողեղեն էակներ են, ուստի նրանք ապրում են միայն հողեղեն բնազդով, կենթանական բնազդով։ Բայց ի տարբերություն կենթանիների մարդը հոգևոր էակ է նաև, նրա մեջ բնակվում է Աստծո հոգին, Աստված հոգի է դրել նրա մեջ եւ ստեղծված է նա Աստծո պատկերով եւ Աստծո նմանությամբ։ Ուրեմն մարդը երբ Աստծո մեջ է, նա ճիշտ է ունի բնազդներ ունի, մանմնական բնազդներ ունի, սա բնական է։ Պարզապես Աստված իր ուսուցումներով ուղղորդում է այդ բնազդները ոնց օգտագործես, ոնց ապրես, որ կենթանու չվերածվես։ Նաև նա ունի հոգի, որը կրում է Աստծո պատկեր իր վրա։ Ուստի երբ նրա մեջ թաքնված են այդ հատկությունները, եւ արդարություն, եւ արդարության փափագ, արդարության ծառավ, եւ սրբություն, սրբության ծառավ, որը որ մեղքով ապականված է իհարկե երկու հատկություններ, երեք հատկություններ, 4 հատկություններ, սերն էլ, ողորմությունն էլ։ Հիմա երբ որ մեկը գալիս է Տիրոջը, գալիս է Աստծո եւ Քրիստոսի մեջ է, նրա մեջ սկսում է արթնանալ, նրա մեջ սկսում է կենթանանալ, նրա մեջ սկսում է վերականգնվել իր աստվածաստեղծ տեսակը։ Արդարությունը, սրբությունը եւ սերն ու ողորմությունը։ Երբ որ Տերն ասում է դուք տվեք, սա նշանակում է դուք արթնացրեք ձեր մեջ, թույլ տվեք, որ ձեր մեջ արթնանա այդ աստվածաստեղծ կերպարը, լինել գթառատ։ Ոչ թե շարունակ դիմեք Աստծուն, օգնի, ողորմի, տուր, ես կաղոթեմ քո համար, առաքյալն ասում է, ում է պետք, եթե մի եղբայր կամ մի քույր գա քո մոտ եւ քաղցած լինի, չէ՞, ծոված լինի, մերկ լինի, քեզ գա, քեզանից օգնություն խնդրի, դու ասես գնա, կեր, կշտացի, տաքացիր եւ ասում են նրա պետք եղած բաները չտաս դու։ Ում է պետք դա։ Եվ վերջապես ում է պետք այն հավատքը, որ երբ չկան նաեւ գործեր, չէ՞ որ հավատքն առանց գործերի մեռած է։ Ոսկե մենք տեսնում ենք այս պատմությունների մեջ Տեր Հիսուս պահում է այդ բալանսը։ Հավատքի ուսուցում, հավատքի հորդոր եւ հաջորդը գթության ու ողորմության դրսևորում։ Եվ ժողովուրդ իր հետևորդներին ասում է դուք տվեք, դուք արեք այն։ Սա պատվեր է, իզուր չէ, որ մեծագույն պատվիրանները, որ Տեր Հիսուս տվեց, սա էր սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ ուժով, եւ երկրորդն ասում է սրա նման սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Հովհաննես առաքյալը իր նամակում ասում է, եթե մեկն ասում է ես Աստծուն սիրում եմ, բայց իր ընկերոջը չի սիրում, սուտ է խոսում։ Դուք հասկանում եք, սրանք այս երկուսը պետք է բալանսի մեջ լինի։ Տեր Հիսուս իր օրինակով տվեց եւ Տեր Հիսուս այդպես ուսուցանեց։ Հիմա Տեր Հիսուս հորդորում է իր հետևորդներին մեզ, ինձ եւ քեզ արտնասնելու մեր մեջ այդ գութը, այդ ողորմությունը, այդ բարեգործության հանդեպ
բարին արարելու հանդեպ սերը։ Ուստի հավատքը, եղբայրներ եւ քույրեր, դա մենակ շատ սովորելը չի։ Հավատքը շատ իմանալը չէ, հավատքը շատ լսելը չէ, հավատքը աստվածաբանական կրթություն ստանալը չէ, հավատքը հետաքրքիր բաներ իմանալը չէ, հավատքը երգելը չէ, հավատքը փառաբանելը չէ, հավատքը գործ է, հավատքը կյանք է, հավատքը վարմունք է, դուք տվեք, դուք արեք, այսինքն սիրիր քո ընկերոջը քո անձի պես, աղոթելու փոխարեն վերցրեք նախաձեռնությունը ձեր վրա։ Ինչքան հեշտ է ասել, ես քեզ համար կաղոթեմ։ Ես քեզ համար կաղոթեմ։ Ես հիշում եմ, շուտվա պատմություն եմ ասում, 25 տարվա պատմություն եմ ասում, ուծե 30։ Մի բարեգործական, քրիստոնյա բարեգործական կազմակերպության գրասենյակում նստած էի, սպասում էի մի հարցով, որ ինձ տնօրենը ընդունի, մի խեղճ մարդ մտավ։ Ասաց ես հիվանդ մարդը։ Հոգեբոժարանից ինձ հոգեբոժարանում պարկած են ելել, ինձ դեղեր են նշանակել դուրս են հանել։ Ու դեղ առել էի, դեղերս հիմա վերջացել է։ Վերջին 1-2 ժոր կոճակն է մնացել, ես խնդրում եմ, էլի կարող եք ինձ օգնել, որ այդ դեղը գնամ առնել։ Կամ եթե դուք ունեք այդ դեղից տվեք ինձ, եթե չունեք օգնեք, ընդամենը չեմ հիշում ինչքան էր, շատ չէ, 5000 դրամի չափ բան էր։ Առնեմ, ես գիտեմ էլի ինչ ծանր վիճակի մեջ եմ հետո հայտնվում, երբ որ այդ դեղերը չեմ խմում։ Մայրս էլ է հիվանդ, տունն է, երկուսով ենք, չունեմ աշխատանք, չեմ կարողանում, սենց։ Պատասխանը հնչեց այսպես, մենք չունենք նման ծրագիր, մեր ծրագրում չկա նման օգնություն ցուցաբերել։ Մեր պրոյեկտները այլ են, մենք չունենք այդպիսի պրոյեկտ, որ հոգեբուժարանից դուրս եկած հիվանդի 5000 դրամով օգնելու, այսպես, project, նախագիծ, ծրագիր, չունենք այդպիսի ծրագիր։ Բավական մարդիկ կային, էլի, աշխատողներ էին բան եւ այլն, ասես լավ շնորհակալություն ու գլուխը կախ դուրս եկավ։ Ես նստած մտածում եմ, լավ միթե ծրագիրը չունեիք, բայց գրպանում մարդը այդ մի 1000 դրամն էլ չունեինք, իրար վրա դնեինք, ես մարդուն օգնեինք գնար այդ դեղը առներ։ Ամեն ինչը պետք է նախապես ծրագրված լինի, ամեն ինչը պետք է այսպես մեր պրոյեկտի մեջ լինի, հա, բա մեր գութը, պատմությունը ինչ եղավ չեմ շարունակում իհարկե։ Այդ պրոյեկտը, այդ ծրագիրը մեր մեջ պետք է լինի։ Այդ մենք Հիսուսից արդեն այդ պատվերը վաղուց ստացել ենք։ Դուք տվեք ասում է։ Լավ, չկա բյուջեի մեջ, չկա ծրագրի մեջ, գրպանումդ եթե կա, տուր։ Դուք տվեք Հիսուսն ասում է։ Նախաձեռնությունը վերցրեք ձեր վրա։ Մատթեոս ավետարանում կարդում ենք 10-րդ գլուխ 7-ից 10 համարներում նմանատիպ պատմություն։ Ու երբ կերթակ քարոզեցեք եւ ասեք երկնքի թագավորությունը մոտեցել է, հաջորդն ասում է հիվանդները բժշկեցեք, բորոտները մաքրեցեք, դևերը հանեցեք, ձրի առել եք, ձրի տվեք։ Մի ստանաք ոսկի, ոչ արծաթ եւ ոչ պղինձ ձեր գոտիներուն մեջ։ Ոչ ճամփու համար պարկ եւ ոչ կրկին հանդերձ եւ ոչ կոշիկ, ոչ գավազան, վասնզի մշակը իր կերակուրին արժանի է։ Տեր Հիսուս երբ որ իր աշակերտներին 12-ին ուղարկում էր քարոզելու Իսրայելի գյուղերը, քաղաքները, ասում էր գնացեք, փրկության ավետարանը քարոզեք, հա,
սովորեցրեք, քարոզեք, եւ երկրորդ բանը, որ ասում է, գնացեք եւ բժշկեք, գնացեք եւ հոգ տարեք այդ մարդկանց համար, հիվանդությունները բժշկեք, դևերը հալածեք, մենակ ավետարան քարոզելով չէ, նաեւ հոգ տարեք մարդկանց համար, եւ փոխարենը ոչ մի ակնկալիք չունենաք, ձեր արած ծառայությունները հանկարծ չվերածեք շահույթի աղբյուր որպես։ Ձեր կատարած ծառայությունները չդառնան ձեզ համար շահույթի աղբյուր։ Նայեցեք ձեր 4 կողմը, թանկագին բարեկամներ, նայենք մեր 4 կողմը, նայենք մեր շուրջը, ինչքան ցավ կա, ինչքան հիվանդություն կա, լինի ֆիզիկական, լինի մտավոր, լինի հոգևոր, լինի հոգեբանական։ Նայենք մեր 4 կողմը եւ կտեսնենք, թե որքան հալածյալ կա չարի կողմից։ Եվ այս մարդիկ կարիք ունեն բժշկության։ Այս մարդիկ կարիք ունեն, որ մենք այս պատվերը ստացողներս մտնենք նրանց կյանքից ներս։ Ձեռք մեկնենք նրանց։ Մարդիկ կարիք ունեն մեկին, որը կլսի իրենց, կհասկանա իրենց, ձեռք կմեկնի, կօգնի, մի լույսի ճամփա ցույց կտա։ Ձեռքը կբռնի, կառաջնորդի։ Նայենք մեր 4 կողմը եւ բավական է կենտրոնանանք միայն մեր անձերի վրա, մեր պետքերի վրա, մեր կարիքների վրա։ Ժամանակակից քրիստոնեությունը վերածվել է սպառողական կրոնի։ Հիմա ամեն ինչ սեփական անձի մասին է։ Ես գնում եմ այն եկեղեցին, որտեղ ինձ լավ եմ զգում, ես գնում եմ այն եկեղեցին, որտեղ ինձ հաճելի է, ես հետևում եմ այն Աստծուն, որը որ իմ պետքերն ու իմ կարիքները հոգալու խոստումներ ունի, եւ բոլորի աղոթքները հիմնականում իրենց պետքերն ու իրենց կարիքներն են։ Իրենց անձի վրա է կենտրոնացած ամեն ինչ, բայց քրիստոնեությունը դրա մասին չէ, սիրելիներս։ Քրիստոնեությունը Աստված մեր ձմեր պապին չի, որից որ մենք անընդհատ ինչ որ մեր պետքերի ու կարիքների բավարարումը պետք է ակնկալենք։ Մենք առաքելություն ունենք անելու այս երկրի վրա։ Եվ այն է, տեսնելու մեր 4 կողմը, տեսնելու են բոլոր պետքերն ու կարիքները, որ կա, մեր հարևանի, մեր ընտանիքի անդամի, մեր դասընկերոջ, մեր ընկերոջ, մեր ընկերուհու, փողոցի անծանոթի, եւ հոգալու այդ պետքն ու այդ կարիքը։ Ոչ թե մտածելու, թե ինչպես անենք մենք լավ լինենք, ինչպես անենք մենք շահենք, ինչպես անենք մեզ Աստված ողորմի, մեզ Աստված տա, մեր ուզածները տա, մենք էլ ուրախանանք, որ Աստված մեր ուզածները տվեց։ Իսկ Աստված ինչից է ուրախանում։ Աստված ուրախանում է, երբ որ տեսնում է, որ իր զավակների մեջ արտնացել է իր աստվածային պատկերը, գութը, ողորմությունը, որ իր զավակները մարդկանց հետ վերաբերվում են, մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես ժամանակին Տեր Հիսուս Քրիստոսն էր վարվում, ինչպես նա է այսօր վարվում, բայց ինչպես պիտի վարվի նա, երբ որ մենք իր ձեռքերը լինելով, իր ոտքերը լինելով, իր մարմինը լինելով пассив ենք, սահմանափակված մեր եկեղեցու պատերից ներս, եթե Քրիստոսի մարմինը սահմանափակված է շենքերի մեջ, պատերի մեջ ու իր ամբողջ կրոնական գործունեությունը սկսում ու ավարտում է պատերից ներս, ինչպես Քրիստոսի ձեռքերը պետք է հասնեն նեղյալին, սովյալին, կարիքավորին, հիվանդին, ինչպես այդ բժշկությունը պետք է հասնի նրանց։ Երբ որ ժամանակին բոլշևիկները եկան իշխանության գլուխ, տեսան, որ ավետարանական եկեղեցիները շատ ակտիվ են, շատ ակտիվ, շատ կարճ ժամանակամիջոցում ընդամենը 30-40 տարում ավետարանական համայնքը մեծ արթնություն ապրեց։ Իշտորիվ մի շարք նվիրյալ քարոզիչների, առաջնորդների, ինչպիսիք էին Պրախանով, շատ կարճ ժամանակամիջոցում քրիստոնեական այս համայնքը բազմապատկվեց եւ հասավ գրեթե 2 միլիոն մարդու միայն Ռուսաստանում։
Դա միայն ավետարանականը, նաև կար մկրտական առանձին, որ հետո այս երկու եկեղեցիները Ստալինի դրդմամբ միացան իրար ու դարձան ավետարանական մկրտական քրիստոնեական համայնք։ Երկու համայնքներում մեծ արթնություն էր, մեծ արթնություն։ Եվ երբ որ 17 թվականին բոլշևիկները իշխանության եկան, սկսեցին մտածել, թե ինչ անեն, որպեսզի այս հսկա մեծածավալ այս համայնքի դեմը առնեն, հա, այսպես ասած, քանի որ անաստված կուսակցություն էր։ Եվ Պետական անվտանգության կոմիտեն, ռուսերեն ԿԳԲ, մշակեց մի ծրագիր, որը այս վերջերս բացահայտվեց, այդ փաստաթղթերը հանվեցին արխիվից։ Իր մեջ հիմնականում 5 կետ էր պարունակում, թե ինչպես կարող են նպաստել, որ դադարի աճը այս շարժման, ավետարանականության շարժման աճը։ Առաջին գլխավոր կետը գիտեք որն էր։ Ամեն բան անել, որպեսզի եկեղեցին ամփոփվի իր շինություններից ներս, իր շենքերի ներսում։ Եվ ինչ որ անում էր շենքի ներսում անի, շենքից դուրս ոչինչ չանի։ Մի բան ասեմ, երբ որ 1991-ին ես ապաշխարել էի, այդ կրակը կար դուրս գալու փողոցում ավետարան քարոզելու, գիտեք մեզ ինչ էին ասում։ Դուրս չգաք։ Ներսը։ Դուրս չգաք։ Ներսը։ Ինչ որ անում եք եկեղեցու մեջ, դուրսը ոչ։ Երկրորդ կետը գիտեք որն էր։ Դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը։ Եկեղեցին շատ ակտիվ ձևով քրիստոնեական համայնքները շատ ակտիվ ձևով ներգրաված են բարեգործական ծրագրերի մեջ։ Քրիստոնեական համայնքները ստեղծում էին կոմունաներ, ստեղծում էին իրենց բերքը, իրենց նյութական ռեսուրսները եւ դրանով ոչ միայն ապահովում էին իրենց ներսի պետքերն ու կարիքները, այլ նաև դրանցով օգնում էին եկեղեցուց դուրս եղող մարդկանց պետքերի ու կարիքներին էին մասնակից լինում։ Եվ ԿԳԲ-ի երկրորդ կարևոր ԿԳԲ-ի ծրագրի երկրորդ կարևոր կետը, ինչպես դադարեցնել սահմանափակել եկեղեցու աճը, կայանում էր սրանում, որ դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը։ Խոչընդոտել դրանց։ Երրորդ, չորրորդ, հինգն էլ ասեմ, անցնենք առաջ։ Փակել մանկական ծրագրերը, եկեղեցիներում արգելված էր, ավետարանական եկեղեցիներում թույլ չէին տալիս, որ մանուկներին բերեին եկեղեցի։ Արգելված էր դա։ Դա մինչև 1990-ական թվականներ արգելված է եղել։ Մանկական խմբակներ ունենալ, մանուկների մեջ հոգևոր դաստիարակություն։ Գիտեք եկեղեցին այս հարցը ոնց էր լուծում։ Այսպես հավաքվում էին եկեղեցով, ասում են ով քանի երեխա ունի տունը։ Ամեն մեկի իր երեխաների ցանկը գրում էր տունը, հասցեները։ Ովքեր են ցանկանում այս երեխաներին այցելել ու քրիստոնեական դաստիարակություն տալ։ Եկեղեցու ժողովուրդը ձեռ էր բարձրացնում։ Ովքեր որ համաձայնվում էին, առանձնանում էին հովվի հետ, եւ հովիվը իրենց տալիս էր օրվա սուրբգրային հատվածը, երեխաների հետ ինչ պետք է անել, ոնց պետք է անել, ու եկեղեցու պարզ անդամները չլինելով ուսուցիչներ, այդ օրը այցելում էին այդ տները, մի տան մեջ 5 երեխա կար, մի տան մեջ 10 երեխա կար, մի տան մեջ 1 երեխա կար, կարևոր չէր։ Եկեղեցու անդամները այցելում էին այդ տները, որ միայն այդ երեխաներին Հիսուսի մասին պատմեին։ Արգելել բոլոր երիտասարդական ծրագրերը։ Որևէ մեկ երիտասարդական հավաքույթ, որևէ մեկ երիտասարդական ուրախություն, երիտասարդական ծրագրեր։ Մի բան էլ ասեմ։ Եկեղեցիներում արգելել բացի դաշնամուրից եւ երգեհոնից ուրիշ որևէ մեկ երաժշտական գործիքի գործածություն։
Գիտեք ինչու։ Որպեսզի երիտասարդների համար ձանձրալի լինի ու չուզենան գալ։ Լսել այդ ծանր, չոր, դաշնամուրային կամ ծանր երգեհոնային երաժշտություն։ Վերջ։ Երիտասարդներին ձանձրալի լինի եկեղեցին, որ չցանկանան, որ աշխարհում փնտրեն իրենց այդ կյանքի այդ երանդը, որ կա, աշխարհի մեջ գտնեն, չլինի եկեղեցում դա։ Արգելել են։ Երբ որ նոր ես գալիս եկեղեցի 91 թիվներ 92 թվականին մի քանի երիտասարդների հետ որոշեցինք միասին նվագախումբ ստեղծել։ Եվ երբ որ առաջին աշխատավարձս ես ստացել էի, դա 6-րդ դասարանում էի սովորում, այսինքն ամբողջ 6-րդ դասարանում աշխատածս փողը հավաքել է իրար գլուխ եւ գնել է իմ երազանքներից երաժշտական գործիք, հարվածային գործիքներ, այսպեսի մի բան։ Ու պատանի տարիքում մեր բակում տես մի հատ խումբ ունեինք, նվագում էի, իրար հետ նվագում էինք։ Դեռ մինչև ապաշխարելս։ Հետո երբ որ ապաշխարեցի, այդ երաժշտական գործիքը չտարատում բերեցի եկեղեցի, այդ եկեղեցում մեզ արգելեցին նվագել հարվածային գործիք, գիտար, սինթեզատոր, ակարդեոն, արգելել էին, թույլ չտվեցին ու ինձ հրավիրեցին եկեղեցու ուրեմն խորհուրդ, եկեղեցու խորհուրդը ինձ պետք է հիմա դասեր տա բացատրի, թե ինչու չի կարելի, որ այդ գործիքներով Աստծուն փառաբանելը։ Ուրեմն գլխավոր մասնագետը ինձ ասաց, որովհետև դրանք աշխարհիկ գործիքներ են։ Իսկ այսի ո՞րն է հոգևոր գործիքը։ Որն է հոգևոր երաժշտական գործիք, ասես դաշնամուրն ու երգեհոնը։ Ես 35 տարի չեմ իմացել այդ հարցի պատասխանը։ Այս վերջերս այս փաստաթղթի մասին, երբ որ ես իմացա, նոր հասկացա դա որտեղից է գալիս։ Նոր եմ իմացել։ Անցյալ մի 3-4 օր առաջ եմ իմացել սրա մասին։ Բայց այն ժամանակ իմ հարցը սա էր, այսինքն ներողություն, դուք որ ասում եք հոգևոր գործիքը ջութակը, երգեհոնը եւ դաշնամուրն է, դուք նկատի ունեք, որ իրանք ապաշխարել են։ Որտեվ ես չէի իմանում գիտարը չի ապաշխարել, կամ գիտարը պետք է ապաշխարի։ Մատերը պետք է ապաշխարի, բայց ոչ գործիքը։ Այո, եթե դու անապաշխար հոգով, սրտով, աշխարհային բաներով այդպես տրամադրություններով նստում ես որևէ մեկ երաժշտական գործիքի վրա, դա կարա լինի ոչ պատշաճ եւ ոչ աստվածահաճո փառաբանություն։ Ապաշխարությունը ներքին մարդու ներքին փոփոխություն է, հոգևորը մարդուն է վերաբերվում, դա չի կարա երաժշտական գործիքը լինի հոգևոր կամ աշխարհիկ։ Չեմ անում Պագանինին ում էր ինչ ծախել։ Եվ 5-րդն էլ ասեմ, կանանց միշտ իրենց տեղը ցույց տալ։ Այս էլ 5-րդ կետն էր։ Կանանց միշտ իրենց տեղը ցույց տալ։ Կանայք պետք է լինեն իրենց տեղում։ Առանձնացնել նրանց եւ խեղդել նրանց պոտենցիալը։ Ճնշել կանանց։ Որովհետեւ բակի աշխատողները այն ժամանակ շատ լավ հասկանում էին, որ կանայք եկեղեցու ունեն մեծ պոտենցիալ։ Շատ մեծ պոտենցիալ։ Հիսուսի հետևորդներից որևէ մեկը գիշերով չորոշեց գնալ տեսնի Հիսուսի մարմինը եւ այնտեղ յուղովոցի, կանայք արեցին դա։ Եվ առաջին падգամը, առաջին կենթանության կյանքի փրկության падգամը կնոջ շուրթերով փոխանցվեց մարդկությանը։ Եվ Պակի մաուզես խեղդել դա, իմանալով կանանց ակտիվությունը եկեղեցական կյանքում, հոգևոր կյանքում, նրանց նվիրումը, նրանց անձնատուր լինելը։ Այս տեսակը, այսպես փորձեցին եկեղեցին կառավարել 70 տարի։ Այս գործիքակազմով։ Նրանք, ովքեր որ համամիտ չէին, նրանք դուրս եկան այս համայնքներից։ Ինչ որ է, սրանց մասին մի օր, եթե կուզեք պատմական ակնարկ կպատմեմ։ Վերադառնում ենք ավետարանի խոսքին։ Ավետարանի խոսքը հենց սրա մասին է, որ մենք պետք է վերադառնանք դեպի մարդկանց։ Տանք, շնորհենք, հասնենք, օգնենք։ Այս ժամանակաշրջանում սրանից մի 100 տարի առաջ հոգևոր թերթիկներ էին, հոգևոր ամսագրեր էին, թերթեր էին տպագրվում, քրիստոնեական լուրեր, հա, Քրիստիանսկի վեսնիկ։ Մոտավորապես sense մի անունով, ինչքան հիշում եմ,
որտեղ օրինակ թերթերում այսպիսի բաժին կար, որ գրվում էր, թե այսինչ Ռուսաստանի այսինչ ռեգիոնի, այսինչ շրջանի, այսինչ մարզի, այսինչ գյուղում հավատացյալ այսինչ եղբոր ընտանիքում դժբախտություն է տեղ ունեցել։ Օրինակ մայրը մահացել է այսինչ թվականին, հայրը վերջերս մահացավ։ Եվ ունեն 5 անչափահաս զավակներ, որոնք որդեգրման կարիք ունեն։ Ովքեր որ պատրաստ են որդեգրելու նրանց երեխաներին, թող արձագանքեն, նամակ ուղարկեն։ Եվ քրիստոնեական համայնքը չէր թողնում, որ այդ եղբոր զավակները փողոց ընկնեն։ Հավատացյալները որդեգրում էին իրենց եղբայրների եւ քույրերի երեխաներին։ Հիմա հավատքը սա մեր մասին է։ Մենք լավ լինենք, մենք օրհնված լինենք, մենք օրշինվենք, մենք թազա բաներ իմանանք, սա սրա մասին է։ Ով է ումից տեղյակ։ Ով է ում ցավի հետևից գնում, ով է ում հոգսի հետևից գնում։ Ով է ում զանգում, ով է ումով հետաքրքրվում։ Մենք գալիս ենք եկեղեցի, ժամը 11-ին սկսում է մեր հոգևոր կյանքը, ժամը 12:30 1-ի կողմերը վերջանում է մեր հոգևոր կյանքը։ Եվ վերջ։ Հետո անցնում ենք մենք մեր կյանքով։ Ով սոված մնաց, ով մերկ մնաց, ով քաղցած մնաց, ով նեղության մեջ մնաց, ով արցունք թափեց։ Մենք անտարբեր ենք մեկս մյուսի հանդեպ դարձել։ Ուզում ենք եկեղեցին աճի, պիտի անտարբեր չլինենք ցավին ու տառապանքին։ Ամեն մեկս մեր բաժին պատասխանատվությունը պետք է վերցնենք։ Իրար այցելելով, իրար համար աղոթելով, իրար ձեռք մեկնելով, հագուստ ունես, մի հատ, երկու հատ, երեք հատ տեսով չունի, աղբերդ չունի, քուրդ չունի, բաժնեկցիր։ Այն մի կտոր հացը, որ տունը դնում ես, ուտում ես, մտածի ոնց անես աղբորդ քրոջդ հետ, բաժնեկցես այն։ Էսա քրիստոնեությունը սիրելիներս։ Ուրիշ բարդ, ծանր բաների մասին չեմ ուզում խոսել այլևս։ Ո՞մ է պետք, եթե մենք այս հարցերում թերանում ենք, այս հարցերում չկանք, նստենք, չգիտեմ, աստվածաբանական բարդ խնդիրներ լուծենք, որ հետո գնալու ենք երկինք պարզել, որ ոչ մի բանը չենք լուծել, ոչ մի բան էլ չենք իմացել, ընդհանրապես այդ ձև չի, ուրիշ ձև է։ Մեզանից Աստված դա չի ակնկալում։ Մեզանից Աստված ակնկալում է, որ ցավ կա, բժշկենք, հիվանդություն կա, բժշկենք, որովհետև դատաստանի օրը Տերը քննության չի ենթարկելու այսպես։ Ասա, ինչ է ասում Դանիել մարգարեության այսինչ գլուխը։ Եզեկիելի այսինչ ասածները ինչ էր նշանակում։ Այս մարգարեությունը որ թվականին իրականացավ։ Այդ արձանի այսինչ մասերը ինչ էր նշանակությունը դրա։ Հա, գիտես, լավ է, իմացի։ Գիտելիքների առումով պետք է իմանալ, բայց Քրիստո հոգևոր կյանքը դա չի։ Հոգևոր կյանքը ինձ համար մի հատ մարդ է։ Facebook-ում եմ իրան ճանաչում։ Մի հատ մարդ է, որ ամեն օր մի հատ ձող կա վերցնում է ձեռը, մի հատ տոպրակ կա վերցնում է ձեռքը։ Դուրս է գալիս փողոցները, մեր հայրից ծխած բիչոկները, ծխախոտ այդ մնացորդները փողոցներից հավաքում է։ Ու գցում այդ պարկի մեջ։ Ասում է, եթե միտքդ մաքուր է, եթե սիրտդ մաքուր է, դուրսն էլ պիտի մաքուր լինի։ Դուրսն էլ պիտի մաքուր լինի։ Էդ էլ պիտի մաքրվի։ Իմ համար այդ մարդն է հոգևոր։ Ես չգիտեմ ինքը ինչ կրոն է դավանում, չեմ իմանում։ Ես գիտեմ ինքը հոգևոր մարդ է։ Որտեղ ինքը ախտը չի կարողանում տանել։ Ասում է գնացեք բժշկեք բոլոր ախտերը։ Էդ էլ է, չէ, բժշկության կարիք ունի։ Չէ՞։ Մեր երկիրը բժշկության կարիք չունի։ Մեր բերանը մաքուր պահենք, մեր խորհուրդները մաքուր պահենք, մեր սիրտը մաքուր պահենք, մեր լեզուն մաքուր պահենք։ Օգնենք, ձեռք մեկնենք, ներենք իրար, գրկենք իրար, սիրենք իրար։ Եվ վերջացնեմ։ Առակաց 11:24-25 Մարդ կա, որ իր ստացվածքը ցրվելով կավելացնե, ցրվել նշանակում է բաժանելով։ Մարդ կա, որ չափից դուրս կխնայի, բայց կարոտության կհասնի։ Բարերարանձը պիտի գիրնա, գիրնա նշանակում է լծվի, չաղանա։
բարերարանցը պիտի գիրնա, եւ ան որ կորոքե, ինքն ալ պիտի որոքվի։ Ամեն։ Ասում եմ մարդ կա բաժանելով, բաժանումա, տալիսա, եղած ավելանումա, մարդ էլ կա խնայում, բայց միշտ կարոտություն է քաշում։ Սա մի հատ զարմանալի հոգևոր օրենք է։ Փորձածները գիտեն, փորձողները գիտեն։ Եվ ասում է բարերար անձը պիտի գիրնա։ Եվ նա որ ոռոքում է ինքն էլ պիտի ոռոքվի։ Այն որ տալիս է, այն որ ծառայում է, այն որ ձեռք է մեկնում, այն որ անտարբեր չի, այն որ միշտ ձեռքը լի է, տալու պատրաստական, Աստված էլ նրան օրհնելու, Աստված էլ նրան տալու, որտեվ տվողին պիտի տրվի գրված է, էս է օրհնության աղբյուրը, Աստված պիտի օրհնի, տվածը պիտի չպակասի եւ ավելին պիտի ավելանա, որովհետեւ Աստված սիրում է իր տեսակից եղողներին, Աստված սիրում է, երբ որ մեկը ունի իր հատկությունները, իր տեսակը եւ անտարբեր չի եւ ձեռք է մեկնում, ուրեմն առաջնորդիր Աստծո գառներին դեպի կյանքի արոտները եւ զգա հարուստ լինելուդ հաճույքը Տիրոջմով։ Զգա։ Երբ որ դու գնում ես այս առաքելությունը իրականացնելու, Քրիստոսի աջակցությունը քեզ հետ է գալու։ Ասես դուք տվեք։ Ասես ոնց, գնանք 100 դահականի ուտելիք առնենք, բերենք, տանք այդ որտեղից այդ փողերը ինչ անենք եւ այլն, ասում է։ Ինչ ունեք։ 2 հատ ձուկ, 5 հատ հաց բերեք, որովհետև ինքը քեզ հետ է գալու։ Երբ որ դու այդ փոքր, այդ չչին անգամ, այդ 2 լուման, այդ 2 ձուկը, այդ 5 հացը պատրաստ ես բաժնեկցելու մարդկանց հետ, ուրիշների հետ, Տիրոջը օրհնությունը գալու, այդ 2 ձկով ու այդ 5 հացով 5000-ն է կերակրվելու, դեռ 8 կողով էլ ավելանալու է։ Այդպես է աշխատում Աստծո մեխանիզմը, Աստծո օրհնության մեխանիզմը։ Դավիթն ասում է, երեխա է այր դարձա, բայց չտեսա արդարը կամ արդարի որդին հաց մուրալուց։ Դու այս հոգեբանությամբ ապրի ու աղքատությունը քեզանից փախնելու է։ Հիսուս Պետրոսի հետ առանձնացավ ու Պետրոսին մի հատ հարց տվեց, ասաց. Պետրոս, սիրում ես ինձ։ Պետրոսն ասաց. Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Հիսուսն ասաց նրան. արածեցրու իմ գառնուկներին։ Ուրիշ ձև չկա արտահայտելու քո սերը Հիսուսի հանդեպ, բայց միայն նրա գառնուկների համար հոգ տանելով։ Այս սերն է ինքը ընդունում։ Տեր Հիսուս իրեն սիրված ազգում քո կողմից, իմ կողմից, երբ որ դու իր գառների համար, իր երեխեքի համար, իր զավակների համար, մարդ արարածների համար հոգ ես ստանում։ Նրանց կյանքի ուղին սովորեցնելով եւ նրանց պետքերին ու կարիքներին բաժնեկից լինելով։ Վերջ, էսա։ Այսպես Աստված իրեն սիրված է ազգում։ Ուրիշ մեթոդ, ուրիշ մեխանիզմ, ուրիշ սեմինար, ուրիշ կոնֆերանս, ուրիշ աստվածաբանություն, ուրիշ բան, այս սրանք ամեն ինչ անցողիկ է։ Ամեն ինչ անցնելը սերն է մնալու։ Միայն սերն է մնալու։ Տերը օրհնի ձեզ, գնանք եւ գործենք։ Ամեն։ Աղոթենք։ Տեր, դու մեր սիրո խոստովանությունները լսելու կարիք չունես, ով Հայր, որովհետև բառերից առավել կյանքն է խոսում, գործերն են խոսում։ Մեր շուրթերը ինչ ասեն, երբ մեր կյանքը չի ասում։ Ուրեմն թող մեր կյանքն ավելի բարձր խոսի, քան մեր շուրթերն են խոսում, ով Տեր։ Եվ քո փափագը, քո սրտի փափագը լրացնենք եւ անենք, հետևենք քո օրինակին, ով Տեր, գնանք ու առաջնորդենք մարդկանց դեպի կյանք, դեպի փրկություն, դեպի լույսը, դեպի բժշկություն, դեպի ազատագրում ախտերից, ով Տեր։ Հիմա մենք ամեն մեկս կարող ենք աշակերտների նման ասել, ինչպես անենք 100 դահեկան որտեղից ճարենք, որ գնանք այդ գործը կատարենք։ Դու պատրաստ ես Մովսեսի հետ տկար
Մովսեսի հետ լինելու եւ նրա ձեռքի մի փոքր գավազան օգտագործելու հզոր գործեր անելով։ Քո ներկայությամբ դու օրհնեցիր աշակերտների մատուցած 2 ձուկը եւ 5 հացը, հազարավորները կերակրեցիր։ Որտեվ քեզ համար ոչ թե մեր ռեսուրսների շատությունն է կարևոր, այլ մեր սրտի պատրաստակամությունը։ Ուր ենք մենք այն ժամանակ եւ ուր ենք այսօր։ Ինչ որ ենք, ինչ որ կան քո օրհնության ու քո ողորմության շնորհիվ է, դուր որ մեր առաքելությունից չշեղվենք երբեք Տեր։ Ավելին լինենք, ավելին անենք քո անվան փառքի համար։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։